խորհուրդ ունի այսօրը 111 տարի անց եւ ինչ դասեր քաղեցինք մենք պատմությունից։ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է։ Մենք եկել ենք հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։ Խորհուրդն այն է, որ երբևէ չպետք է լինի այլևս ցեղասպանություն։ Հայոց ցեղասպանությունը աշխարհում առաջին ցեղասպանությունն է։ Հաջորդ ցեղասպանությունը եղավ Հոլոկոստը, հրեաների ցեղասպանությունը։ Էլի որոշ տեղերում եղել են տարբեր կարգի փոքր չափի, բայց ցեղասպանություններ։ Դա անմարդկային է, եւ մենք բնականաբար մեր քայլերով հուշելու ենք աշխարհին, որ պետք է համերաշխ ապրեն, ցեղասպանություն չպետք է իրականացվի որևէ ժողովրդի նկատմամբ։ Պատերազմներ կարող են լինել, յուրաքանչյուր պետություն պաշտպանում է իր հայրենիքի սահմանները, յուրաքանչյուր ժողովուրդ։ Պատերազմի զոհերը դրանք հերոսներ են, բայց ցեղասպանության զոհերը դրանք անմեղ զոհեր են, որոնք ասենք մեր համար անտրամաբանական ու անհասկանալի են, մարդիկ, երեխաներ, մեծեր, փոքրեր, այդպիսի ասենք դժվար վիճակ է եղել մեր ժողովրդի մոտ ու բնականաբար մենք երբ նայում ենք այդ տեսարանները տարբեր վավերագրական կամ գեղարվեստական ֆիլմերի մեջ, անգամ ես տղամարդ եմ, աշկերս արցունքոտում եմ։ Պարոն Բազարյան, երեք ջահերթի ժամանակ ՀՅԴ անդամները Հայ հեղափոխական դաշնակցության անդամները վառեցին Թուրքիայի դրոշը, ինչը դատապարտելի համարեց Հայաստանի գործող իշխանությունը եւ նաեւ ամոթալի համարեցին այս քայլը։ Դուք սա ինչպես եք ընդունում, արդյոք ամոթալի քայլ էր, դատապարտելի քայլ էր։ Ես որոշում եմ հայ հեղափոխական դաշնակցության երիտասարդական կառույցի քայլերը եւ ճիշտ են արել, որ այրել են Թուրքիայի դրոշը, կարող էին այրել նաեւ Ադրբեջանի դրոշը, որովհետև մենք կադրեր ենք բազմիցս տեսել, որ ադրբեջանցիք ինչպես են հայկական դրոշը դնում վառում կամ ասենք թե ոտքի տակ հայկական դրոշի վրա պարում, այսինքն պղծում են մեր դրոշը, մենք էլ պղծում ենք իրենց դրոշը, որովհետև իրենք մեր թշնամիներն են, որովհետև թուրքերը տիրացել են մեր հայրենիքի մեծ մասին, ամբողջ արևմտյան Հայաստանին եւ մեր ժողովրդի նկատմամբ իրականացրել են ցեղասպանություն։ Մենք հետևողականորեն պետք է հետապնդենք ցեղասպանության ճանաչումը աշխարհում, որպեսզի ստանանք համապատասխան ուրեմն փոխհատուցում։ Ինչ է կարծում, գործող իշխանության օրակարգում կա հայոց ցեղասպանության ճանաչելիության հարցը, Թուրքիայի կողմից, նաև փոխհատուցման հարցը։ Ուրեմն գործող իշխանության կողմից որևէ պահանջ չկա, ընդհանրապես նրանք հարգում են ցեղասպանության հիշատակը, առօրյակարգերին են մասնակցում, բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ երբ ադրբեջանցիք ասում են, բանը Հայաստանը արևմտյան Ադրբեջան է, մենք վիրավորում ենք, բա որ մենք էլ ասում ենք արևմտյան Հայաստան, թուրքերը կվիրավորվեն։ Ինքը իր մտածողությամբ, իր էությամբ թուրք է եւ դավաճան է մեր հայրենիքի ու մեր պետության հանդեպ։